Հզոր պայթյունից գիշերը ցնցվել է Նյու Դելիի կենտրոնը։ Տուրիստական ամենահայտնի Կարմիր ամրոցի մոտակայքում մետրոյի կայարանի մոտ Hyundai մեքենա է պայթել։ 12 մարդ զոհվել, 25-ը վիրավորվել են։ Ականատեսների վկայությամբ մեքենան դանդաղ շարժվելիս է եղել, կանգ է առել կարմիր լույսի տակ ու պայթել։ Հնդկական լրատվամիջոցները հայտնում են, որ մեքենայի տերը ձերբակալվել է։ 50 մետր հեռավորության վրա ենք, պայթյունը նման էր հրավառության, վազեցինք այն կողմ տեսնելու թե ինչ է եղել։ Իրարանցում սկսվեց, մարդիկ թողնում էին իրենց մեքենաներն ու վազում այս ու այն կողմ։ Հնդկաստանի իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն։ Պայթյունից հետո Նյու Դելիում, Ուտար Պրադեշ, Բիհար, Կերալա նահանգներում ու Մումբայում արտակարգ դրություն է հայտարարվել։ Պակիստանի և Բանգլադեշի հետ սահմաններին ուժեղացված ծառայության է անցել պարեկային ոստիկանությունը։ Օդանավակայաններում ու երկաթուղային կայարաններում խիստ ստուգումներ են։ 2-3 մարդու կարողացանք օգնել։ Վիրավորներին տեղափոխեցինք հիվանդանոց, պայթյունի վայրում մարդկանց մարմնի կտորներ էին։ Փողոցի տեսախցիկները ֆիքսել են, որ պայթյունից առաջ Hyundai մեքենան Կարմիր ամրոցի կայանատեղիից է դուրս եկել, վարորդը մենակ է եղել։ Կասկած կա, որ ահաբեկչությունը պլանավորվել էր այլ վայրում իրականացնել, սակայն Կարմիր ամրոցի տարածքը այդ պահին բազմամարդ է եղել ու ահաբեկիչը քաղաքի բանուկ հատվածում է գործի դրել պայթուցիկ սարքը, որ զոհերը շատ լինեն։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցել է պայթյունից զոհվածների հարազատներին։ Էդգար Ղուշչյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։